Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք մի կողմից, որովհետև ամենամոտն եք կանգնած, ամեն օր նայում եք Արարատ լեռին, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է, բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ, ունենալով այսպիսի բնական պայմաններ և ապրել, նույնիսկ ես նայեցի անցած շաբաթ, որ նույնիսկ Արարատի մարզում, Արմավիրի մարզում շատ են աղքատները, դա ուղղակի ես համարում եմ մեր իշխանությունների անթողությունը բացարձակ, ես գիտեմ, որ իրանք հաստատ ձեր մարզերում էլ ասֆալտ արել են, բայց ասֆալտ արել են, որ ոչ թե դուք լավ զգաք, այդ միակ բանն է, որ իրանք կարողացել են անեն, արագ անում են, իրենց գռդոնը անում են, հետո պարտքերը թողում են մեր երկրի վրա, մենք էլ, հետո մեր երեխաները ամեն օր դրա մասին պետք է մտածեն, պատասխան տան, դրա համար հատուկ ծրագիր ենք մշակել ու մշակելու Արարատյան դաշտավայրի համար, ինչքան հնարավոր է ամբողջ աշխարհին պետք է մենք ցույց տանք, ինչքան համեղ մտերքներ կան, մրգեր կան Արարատյան դաշտավայրում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք, սկսվելու է դրանից։ Առաջերտին ձեր մոտ զարգացնելու են գյուղատնտեսությունը, քանի որ հիմա դուք աճեցնում եք ու գաղափար չունեք ընդունողների տրամադրությունը այս տարի նորմալ է, նորմալ չէ, հետո ես հասկանում եմ, որ իրենք թելադրում են ձեզ պայմաններ, ինչ գներով կընդունեն ձեր մտերքները։ Հիմա մենք ձևավորելու ենք համակարգ, որտեղ դուք միջև ձեր նախաձեռնությունները արդեն հաշվելու եք ձեր գումարները ձեր գրպանում։ Եթե ձեզ ձեռնտու է, դուք զարգացնում եք, եթե ձեզ ձեռնտու չի, անիմաստ չեք գնում բանկերից վարկեր վերցնում, հետո ամբողջ ընտանիքով, կներեք բառիս համար, ճռռում եք այդ վարկերի տակ։ Մարդը պետք է հենց սկզբից, տարին սկսավ, դուք գիտեք, տարվա վերջում դուք մոտավորապես ինչքան փող ունեք։ Բացի դրանից, մենք շատ արագ հասնելու ենք նրան, որ ձեր մտերքները ամբողջությամբ ստեղծեն հավելյալ արժեքներ, այսինքն ոչ թե մենք վաճառենք ծիրանը կամ խաղողը որպես ծիրան կամ խաղող, նորից գնանք վերամշակման, որպեսզի կարենանք ապրանքի գինը բարձրացնենք, ու մենք շատ կարճ ժամանակ ենք դրա համար վերցնելու, դա անելու ենք, որովհետև ունենալով այդպիսի հումք, հիմա ռեալ տանում թափում են այդ հումքը, այդ վախը, որ ճանապարհին լարսը բաց է, փակ է, ցանկացած գնով դուք եք հանձնում, այդ տանողներն էլ ցանկացած գնով վաճառում են, բայց գյուղացին դրանից ոչինչ չի ստանում։ Իսկ եթե մենք նորից վերարտադրում ենք, ստեղծում ենք հավելյալ արժեք, արդեն այդ վախը գոյություն չունի, չենք ծախի այսօր, ծախենք 3 ամիս հետո, երբ գները արդեն ավելի թանկ են, ավելի մաչել են, դրա համար մենք անպայման պետք է զարգացնենք արտադրությունը ձեր շրջաներում։ Դա երևի ամենահեշտ գործն է արտադրություններ հիմնելու համար, համ դրանով ապահովելու ենք մեր ասած աշխատատեղերը, համ դրան զուգահեռ ստեղծելու ենք վերամշակման ժամանակ շատ հետաքրքիր տուրիզմի համար կենտրոններ, այն որ հիմա մոդայիկ բառով ասում են, շատոներ, հիմա ամբողջ աշխարհը ման են գալիս Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի շատոներում, անպայման նույն բանը մենք զարգացնելու ենք ձեր սիրուն շրջաներում։ Էջմիածնի շրջանի համար մենք ունենք առաջի քրիստոնեության կենտրոնը, այսքան տարիների ընթացքում ոչ մեկը դրա մասին չի մտածել, ոչ մեկը դա ամբողջ աշխարհին ցույց չի տվել, ձեր շրջաները զարգացնելը
երևի Հայաստանի բոլոր շրջաների համեմատ ամենահեշտն է ու ամենաարագը։ Դուք կարող եք դրանում չկասկածել, մենք դա անելու ենք ու շուտով միասին ենք դա անելու։